Բարև շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, երբ սկսենք այս հարցից, այս շաբաթ մենք տեսանք Ալրանի Քոչարյանը ինչ ասաց, բարձրակարգ տղա ունի, դրա համար էլ իր տղան չի ծառայել բանակում, խնդրեմ ես մասով ձեր տեսակետը, դուք այնպես է ստացվել առիթ ունեցել եք իրեն մի քանի անգամ անդրադառնալու, որովհետև նաև մենք գիտենք իրենք ինչպիսի վարք են դրսևորում անհետ կորածների, պատերազմում զոհվածների, հարազատների հետ, խնդրեմ, ինքը պաշտպանության հանձնաժողովի նախագահն է, էլի, ինչ ունեք ասելու նրան, հետո նաև տեսանք ինչ-որ Նիկոլ Փաշինյանի մոտ էս վերջերս երեկվանից տեսանյութեր է հրապարակում, խոսում է Սամվել Կարապետյանը վախենա միլիարդ հատերից դառնա բոմժ, այս մասով ձեր ասելիքը համեցեք։ Այո, էլի մի քանի օր չանցած, էլի մի քանի ժամանակ չանցած նորից հայտնվելով այս որ ասում եմ հնարավորություն ստեղծելով որ ներկայանամ, խոսամ, ժողովրդի հետ շփվենք, ինչի չոցա, ինչեր է կատարում, այդ ժամանակահատվածում ահագին բաներ էլի փոփոխություններ, ահագին ականատես եղանք ահագին իրավիճակի, ահագին հարցերի շուրջ, ինչ է կատարվում Մայր Հայաստանում։ Բայց ես ուզում եմ այսօրվա խոսակցությունս իմ հանրության ժողովրդի հետ, իմ ուղերձս, իմ մտքերս, սկսենք Իրանից։ Հարգելի հայրենակիցներ, սիրելի հայ ժողովուրդ, դուք տեսաք Իրանը ոնց իրեն դրսևորեց, Իրանի ժողովուրդը ոնց համախմբվեցին ու այդ հզոր պետությունների դեմ ինչ որ ասում եմ ձևակերպումով, ինչ պահվածքով իրենք դրսևորեցին, նվիրված իրենց ազգային սկզբունքներին, նվիրված իրենց հայրենիքին, նվիրված իրենց մայր հողին ու ոչ մի շեղում, ոչ մի ուղղության վրա մենք ոչ մի բան չնկատեցինք, հաշվի առնելով որ երկիրի մեծ պետություն է, այդ պետության մեջ ահագին տարաձայնություններ էլ կա, բայց եթե ժամանակ մի պահ հայտնվում է որ երկրի վտանգ է ու այդ ժողովրդի հետ ազգի վտանգն է, այդ ժողովուրդը միանգամից կարողանում է կարճ ժամանակահատվածում համախմբվի, այդ կարճ ժամանակահատվածում էլ հակահարված, արդեն համոզված կարանք ասենք, հակահարված տա թշնամուն, Իսրայելն ու Ամերիկան, այդ էլ Իրանի պատմական թշնամիներն են։ Ու այդ պահվածքով էլ իրենք որդեգրեցին իրենց հերթական հաղթանակը։ Ինչի համար եմ ես մտքերը ասում, ինչի համար եմ ես սա մանրամասնորեն այդ ձևակերպումով ներկայացնում, նմանատիպ իրավիճակում մենք ենք եղել։ Արցախը եղել է միշտ պատերազմական խոսքի կարգավիճակում, միշտ սպառնալիք եղել է մեր պատմական թշնամու կողմից, ու այդ ընթացքում այս ներկայաիշխանության գալով իշխանության, այս ներկայացուցիչները 4 հատ պատերազմ խոսքի բերեցին մեր ժողովրդի, մեր ազգի գլխին։ Այդ 4 հատ պատերազմի ընթացքում ես արդեն ասեմ վերջնական իրենց ղեկավարման ընթացքում իրենց արձանագրեցին որպես պարտված, որպես վախած, որպես փախած, թռած ներկայացուցիչներ, որպես նմանատիպ ղեկավարներ։ Դրա հիման վրա էլ մեր ազգը պարտություն է կրել։ Ղեկավարից է ամեն ինչ կախված։ Ղեկավարի դրսևորումից է ազգը իր դրսևորումը, ամեն ինչ այդ ղեկավարից է կախված։ Ինչ կա չկա, ազգային, պետական, անվտանգության, ինչ հարց, ինչ ոլորտ կա, սա գալիս է պետության ղեկավարից։ Ոնց որ դրսևորում, ոնց որ ղեկավարում են, այդ նույն արդյունքներն են ստանում ենք։ Մենք բոլորս սրանց այդ ժամանակահատվածում ղեկավարման ընթացքում ինչ արդյունքներ ստացել եք, դա եղել է ողբերգություն, ինչ արդյունքներ եղել է դա ցեղասպանության ազգի մի մասը տարավ ցեղասպանության բանով, հա, ու դա եղավ ինչից սկսեց այդքանը։ Ինչի համար եմ մանրամասնորեն sense ձևակերպում, որովհետև հեսա կարևոր բաների մասը եմ շեշտադրելու, որ հայմատաբար արդեն հասկանանք ինչա։ Ու եկավ մի ժամանակ, այս մարդը ամեն ինչ մի կողմ դրեց, ինքնագլուխ զրոկետից իր անվանած զրոկետից սկսեց թե բանակցություններն է, թե մոտեցումներն է, թե որոշումներն է իր զրոկետից անվանած իր բանով խոսույթով սկսեց շարժվելը։
Մեր պատմությունը, հայ ազգի պատմությունը, հազարամյա տարիներ ունեցող պատմությունը, մենք կարիք չունենք զորոկետից ինչ որ բան սկսելու։ Մենք կարիք ունենք մեր իրավունքներն է, մեր այս տարածաշրջանում դերակատարությունն է, մեր տարածքային պատկանելիության այն հողերը, այն տարածքը, որ ասում ունի հազարամյա տարիներ, դրանք ամրապնդեինք, պահպանեինք, այդ ժամանակահատվածում արդարացնեինք այդ կարևոր պատմական նշանակություն ունեցող հանգամանքները։ Բայց եղավ շատ մեծ բանով, որ ասում հակառակ process-ը։ Գնաց, ուրեմն պատերազմ հրահանգեց սկզբնական շրջանում։ 20 թվի պատերազմը, 20 թվից հետո մնացած են ժամանակահատվածում այդ 4 պատերազմը, որ եղավ, այդ 4 պատերազմում ինքը իր մեջ զգաց պարտված ղեկավար։ Ժողովուրդ չի, ժողովուրդ ինքն է իր մեջ զգացել ընդունել որպես պարտված ղեկավար։ Պարտված ղեկավարը քարոզություն տանելով ժողովրդի հետ, լրիվ ժողովրդին գցել է շփոթմունքի մեջ, լրիվ ժողովրդին տարանջատել է, ամեն ձևի բան ձգտել են, որ պարակտում մտցնեն, որ ինքը մի ձևի այդ ժամանակահատվածը օգտվելով այդ իրավիճակից մի ձևի դուրս գա, բայց այդ էլ չստացվել, չհաջողվեց։ Այդ ընթացքում Հայաստանը ավելի թուլացավ, Արցախ կորցրեցինք, դրանից հետո այդքան փախստականներ, դրա ընթացքում այդքան զոհեր, այդ ընթացքում երկրի իրավիճակը ավելի վատացավ, ժողովուրդը ավելի աղքատությունը, որ ասում եմ, կրկնապատկվեց, ոչ մի բանով այս մարդը իր էությունով ոչ մի ուղղությամբ, ոչ մի ոլորտում, ոչ մի բան չարձանագրեցին, լավ, որ մենք իրական տեսնեինք ու ասեինք, ոչ թե խոսքի, ես այսօր դրա մասին խոսում եմ, ինչ-որ նոր բան եմ ասում կամ նորություն եմ ասում։ Հիմի այդ շարունակական այդ բաների ժամանակ, այս հիմիկվա որ ականատես ենք, այս ինչ կատարվում է, սրանք այնձևի բան են դրսևորում, այնձևի բան են պահվածք են դրսևորում, որ այդ պահվածքի ընթացքում ոնց որ մենք ենք մեղավոր, ոչ թե իրենք, ոնց որ մենք ենք պարտվել, ոչ թե իրենք, ոնց որ դավաճանը ժողովուրդը ազգնա, ոչ որ ղեկավարը, սա հակառակն է ժողովուրդ։ Այսօր սրանց դրսևորումը, ինչի համար այս նոր որ այդ հարցը տալիս եք այդ Անդրանիկ Քոչարյանի պահվածքով իր այդ դրսևորումը իր երեխու նկատմամբ, այդ տենց որ մեծ սեր ունես, մեծ հարգանք ունես քո երեխու նկատմամբ, մեծ տենց կարծիքի ես քո երեխու նկատմամբ, բա դու գիտես ամեն ծնող իր երեխուն, որ գնացել է զոհաբերել հերոս երեխուն, ոչ հայմատելի է մնացածների հետ, հերոս երեխոց այդ ծնողները ինչ հպարտանալի կամ ինչ 10 պատիկ կրկնապատիկ ավելի մեծ առավելություն ունեն, քան քո երեխան։ Դու այսօրվա իրավիճակում չես արդարացրել քո ի պաշտոնե որպես հայ ազգի ներկայացուցիչ դաժե, որպես հայ դաժե, այդ իրավիճակում։ Դու այսօր եկած քո երեխուն ես առանձնացնում, կարևորացնում իրեն ինչ որ ես չգիտեմ էլ ոչ տեսածկանք, ոչ գիտեք էլ ում մասին է խոսքը գնում, բայց որպես հայր, որպես տենց ոգևորված ներկայացնում ես քո երեխուն, լսի, եթե դու այդ երեխուն որ չի ծառայել, բանակից փախածին, դու որպես հայր քո աչքի առաջ օրինակելի ես ցուցադրում հայ ազգի մեջ, այդ ձևի եք խիդոկտուսնում մեր ազգի մեջ օրինակելի տղան կամ օրինակելի հայը։ Այդի է, այդ դրանով եք առաջնորդում, դրա համար մեկ այսօրն եք հասել։ Այդ դրա համար եք ամեն անգամ այս մեր սրբությունները ոտնահարում, այն մարդկային սկզբունքները ոտնահարում, որովհետև ձեր համար սրբությունը ուրիշ հասկացողություն է, մարդկային սկզբունքները ուրիշ հասկացողություն է, դա ընդհանուր հանրության մեջ ասես ընկալման բան չկա։ Այսօր դուք լեզուներդ պատ է գալիս, Էձևի նմանատիպ պահվածքով վիրավորել երի նորից այնքան զոհված երեխոցը, այդ իրենց ծնողներին, այս բանում անհետ կորածների ծնողներին, Արցախահայությանը, որ անտերտուն մնացին, այդքան փախստականներին, դու ձեր այդ քո այդ բառապաշարով, այդ ձևակերպումը, որ դու համարձակվում ես տենց ձևակերպումով բառ խոսած ներկայացնես, սա մեր բոլորիս վիրավորում եք դուք։ Ու միշտ առաջի անգամ չի, միշտ էլ դուք վիրավորում եք, միշտ էլ ձեր նման կամ ձեր շրջապատի մարդիկները, դա անպատիժ լինելուց է, այս խոսքուս չեմ հոգնելու ասեմ, անպատիժ եք մնացել,
անպատասխանատու ներկայացուցիչներ եք, այն խոստումները, որ դուք տվել եք, գոնե այդ խոստումների 1%, 2% դուք իրականացնեիք, ձեր տված արա, ձեր տված տղավարի, որ դոշ էիք խփում, այդ խոստումները լա 1%, 2% իրականացնեիք, հետո որ ասում խոսելու տեղ ունենաք, կամ ձեր խոսելը ինչ որ միտեղ հասնի, կամ բեկը ընդունի։ Հիմի այդ քան բառերը, այդքան մտքերը, որ ասում եմ, մի հատ տեսեք հարևան երկրում ինչ ար կատարում, ինչ պատերազմ էր, ինչ դրսևորեց, ոնց դրսևորեցին այդ ղեկավարությունը, ու տեսակ չէ արդյունքներ, որ եղավ։ Հայմատաբար ուժային խոսքի պատերազմի ընթացքում բոլորը ասում էին, որ Ամերիկան, Իսրայելն բան են ալու, այս երկիրը Իրանը որ շացնելու են, Իրանը քանդելու են, չկարողացան, չէ, հանուն ղեկավարությանը, հանուն են սկզբունքներին, ազգային իրենց սկզբունքներին, որ իրենք այդ ոչ մի շեղում չտվեցին, հանուն դրան էլ իրենք այդ հաղթանակը կամ այսօրվա պարագայում եմ ասում, միջև օրս էլ իրենք իրենց դիրքերը պահեցին որպես արժանապատիվ ազգ իրենց հայրենիքի իր հողի նկատմամբ։ Բա դուք ինչ արեցիք, արա, դուք ինչ արեցիք, ժողովրդին խաբելով տարակ, որ ասում պատերազմի, ժողովրդին հույսը հավատ տալով այդ պատերազմում տարակ ահագին զոհաբերեցիք, ձեր տված խոստումների 1%-ով չանելով դրա հիման վարել մարդիկ մնացին անտուն անհայրենիք, դու գնացիր քո ղեկավարությունը գնաց Պրագայում ստորագրեց, կապիտուլյացիան արդեն ստորագրեց, Ադրբեջանին ղեկավար Սրիկայի ձերքին դանակը դրեց, ասեց դե մորթի իմ ժողովրդին, տենց ա եղել, ու այդքան էլ ձեր աչքի առաջ ա եղել, այդքան է ցեղասպանությունը Արցախի այդ Սրիկալիևի կողմից դա ձեր մատուցած ցեղասպանությունն է եղել։ Դուք եք ցեղասպանությունը մատուցել Ադրբեջանի այդ Սրիկաներին։ Ադրբեջանը այսքան ժամանակ գիտես թե չէր ուզում այդ գործողությունների իրականություն դարձնել կամ հարձակվել, խիչ արել, բայց ձեր օրոք արեց, որովհետև դուք տեսավ ձեր մեջ ձեր վախկոտությունը, տեսավ ձեր մեջ ձեր դավաճանությունը քո սեփական ազգին։ Ու այդ ընթացքում էլ առիթից օգտվելով ամեն ինչ արեցին, որ այսօր ես ծանր իրավիճակում մենք բոլորս հայտնվեցինք, բոլորդ պատասխան եք տալու, օր էլ ասնի, ժամ էլ ասնի, տարի էլ ասնի, պատասխան եք տալու։ Հիմի այսօր եկել եք մի հատ ընտրության քարոզարշավ եք տանում։ Հիմի հանրությունը ուզում է հասկանա, ում եք ընտրում կամ ինչի համար ենք ընտրում։ Լավ, եկել եք ասել այսօրը, ժողովուրդ, ընտրությունները ում եք ընտրում։ Ում ընտրողին պիտի հասկանանք ինչի համար եք, չէ՞ ընտրում։ Այդ ումը պիտի լինի, չէ՞ ով, որ դրան եք գնաս ընտրես։ Հիմի սրանց ինչ պարագայում եք դուք ուզում տեսնեք, ընտրությունների հետ կապված, երկրի ղեկավար, կներեք, ինչ պարագայում ուզում ենք տեսնակ, պարտության կրող ղեկավարներ են, ժողովրդին այս իրավիճակին հասցնող, այս աղքատության ծայրահեղ իրավիճակում հասցնող ղեկավարներ են, մշտական միշտ մեր մեր բոլորի աչքի առաջ նվաստացրած ինքը իր սեփական ժողովրդին նվաստացնելով էձևի ղեկավարներ են։ Մենք այս ղեկավարներից ինչ եք սպասում, որ նորից պիտի սրանք վերընտրվեն, կամ էլ ուզեն վերընտրվել, սրանք վերընտրվելը իրաց փրկությունն է։ Իրենց համար այս վերընտրվելը ժողովուրդ փրկությունը իրենցն է, մերը չի։ Մերը նորից նույն սպառնալիքները շարունակվելու է, մի բան բերեք տարանջատեք հասկանանք։ Սրանք ենքան մտավախած են, ենքան վախ կա սրանց մեջ, որ գնում են ամեն քայլի, որ իրենք վերընտրվեն, ոչ թե վերընտրվեն զարգացնեն երկիրը կամ ձեր մասին մտածեն կամ ինչ որ տնտեսության զարգացման կամ երկրի հզորության, չէ, այդպես բան չկա, եղած լինի այս 7-8 տարում գոնե մի ոլորտում մի բան եղած կլինի։ Սրանք իրենց փրկության մասին են խոսում։ Սրանք են ձևի դավաճանական հանցագործության մասնակիցներ են այդ ժամանակահատվածում, որ այսօրվա պարագայում էլ այդ քեզ եմ ասում Անդրանիկ Քոչարյան, այսօրվա պարագայում որ այդ հարցը, այդ պատերազմի պատճառներն է, պարտությանն է կամ այդ բոլոր այդ հանգամանքները որ չեք բացահայտում, ես ինձ իրավունք եմ վերապահում ձեզ անվանել դավաճաններ, սրիկաներ, եթե չեք անում, ես իրավունք ունեմ ձեզ անվանել հանցագործներ, միջև այս հարցի բացումը չլինի, դուք եք ղեկավարները, բոլոր հնարավորություններն է, օրենքն է, ամեն որ ասում ինչ կա չկա սա ձեր ձեռն է, շահագրգռված չեք, ուրեմն մեղքերը ձեր մեջ մեծաքանակ է, շահագրգռված չեք, որ այդ բացահայտումները լինի, ուրեմն դուք եք առաջի համար մեկ դավաճանու ու փախածները ու թռածները։ Հիմա ես դրա հետ համատաբար էլ ցած գործընկեր խոսքեն Ալեն Սիմոնյանի արտահայտության վրա եմ, ասում եմ մեր այսօրվա անվտանգությունը երաշխավորը Ադրբեջանն է,
Դուք պատկերացնում եք իմ տնից որ ասма սպառնալիքով իմ հարազատների մորթելով իմ եղբայրս գտնում է Բաքվի բանտում այդ թշնամու բանտում ինքը նրան անվանում է մեր բանը անվտանգության երաշխավորը այսօրվա պարագայում հենց մի հատ հասկանաք այս անվտանգության երաշխավորը որ երկու պետություն իրար մեջ անվտանգության ումից եք անվտանգության այդ բանանում երաշխավորում բանից Իրանից Վրաստանից թե կարող է Թուրքիայից Ադրբեջանի հետ անվտանգությունը երաշխավորում որ Թուրքիան ինչ որ հարձակվի Ադրբեջանը գալու է մեզ պաշտպանի այդ անվտանգության այդ թեզը որ ասում են երաշխավոր Ադրբեջանը մի հատ բացահայտեք ժողովրդին որ իմաստով է եթե մի բառը գնում է անվտանգության հետ կապված ուրեմն ինչ որ վտանգների հետ կապված է չէ անվտանգություն հասկացողությունը հիմա ալեն Եթե դու մեզ բան ես ասում անվտանգության հետ կապված, մի հատ բացատրի տենակ այդ անվտանգությունը, որ ասում ես ումից է անվտանգությունը, ումից սպառնալիքներ է։ Մեր պատմական թշնամին Թուրքն է, մեր պատմական թշնամին Ադրբեջանն է։ Ինչ անվտանգության մասին եք երաշխավորը խոսքի անվանում։ Ուրեմն լիովին դու ընդունում ես, որ սա թուրքացման, այս երկիրն էլ եք թուրքացնելու, գնալու եք էլի նույն ծրագրերը իրականացնելու, ոնց որ Ադրբեջանն է։ Կամ էլ Թուրքիան ձեր դեմը դնում, կամ էլ այդ բանակցությունների ընթացքում, այդ խոսակցությունների ընթացքում, այդ փաստաթղթերը, որ դուք լրացնում եք, կամ էլ ինչ-որ պահանջի ձևակերպում, կամ ինչ-որ համաձայնության ձեռք բերելու, դուք նկատել եք, որ Ադրբեջանը կամ Թուրքիան իր սկզբունքներից չի շեղվում։ Ինչ եք դուք արել, որ Ադրբեջանը իր սահմանադրության մեջ փոփոխություն անի, ինչ եք արել, դե որ Ադրբեջանը իր տարածքային ինչ-որ իրաց դեղ ինչ-որ տարածքային մասում նվաճել կամ բան գնան, զիջումների գնան, ինչ եք արել, այդ որն է այդ հաղթանակը, այդ որն է այդ հաղթանակի անունը, հաղթանակ չունեք դուք դրա համար դրան էլ անուն չունի, հաղթանակը պիտի տանես, որ անուն ունենա, հիմա այսօր բերել եք այդ խոսույթը գցել ընդհանուր Ադրբեջանը հայկական սես բանի մեջ, բայց դուք ժողովրդի տեղը որոշումներ եք կայացնում, որ դու ընդհանրապես ժողովրդի ճակատագրի հետ եք խաղում։ Այսօրվա իրավիճակում դու ինչ գործ կարաս անես Ադրբեջանի ստիպելով, կամ էլ Ադրբեջանին համոզելով, կամ էլ ինչ որ մենակ կարաս ոտները ընկես, աղաչես, խնդրես ձեր պահվածքով, որովհետև դուք այդ ձեր դերակատարությունով հասել եք այդ զրոյական բանին, աստիճանին։ Հիմի ժողովուրդ նորից եմ ասում, մենք այսօր այս իրավիճակում ինչ ենք ուզում, ինքներս մենք ինչ ենք ուզում։ Մենք Թուրքից ենք վախում, թե պատերազմից։ Սրանք որ առավոտի ցիրիկուն ասում են, կամ ընդունեք թուրքերին, կամ պատերազմ ա լինելու, ուրիշ բառակապակցություն ստեղ թող չմտածեն։ Կամ ասում է թողան, ցեզ ինչ ուզում են անեն, կամ պատերազմ ա լինելու։ Հիմի պատերազմը ինչի համար ա լինում։ Պատերազմ որ մարդ գնում է ինչի համար ա գնում։ Հայրենիքը պահելու համար, ընտանիքը պահելու համար, սրբությունները պահելու համար, իր կրոնական պատկանելությունը պահելու համար, այո, էլի չի համար ա պատերազմ լինում։ Գիտակցաբար հասկացեք, պատերազմը ինչի համար ա լինում, եթե հարձակվողը դու չես, քո վրա են հարձակվում, դու պաշտպանվողն ես։ Ինչ սպառնալիք պիտի մեր այսօրվա իրավիճակում լինի, այդ պատերազմի հետ կապված։ Ուրեմն կամ կրոնից են ուզում մեզ բանան զրկեն, կամ մեր հողից են էլ ուզում մեզ զրկեն, կամ մեր հայ լինելուց են ուզում ոտ, կամ էլ մերոց երեխոսն են ուզում ոչնչացնել։ Ուրիշ ինչ սպառնալիք ստեղ կա։ Թող բացատրեն։ Մենք հանգիստ մեր համար, որ ասում է զարգացնելն այս մեկը խի սպառնալիք պատերազմով սպառնում, որովհետև Ադրբեջանի պահանջներ ունի, որ սրանք պիտի իրականություն դարձնեն։ Իրականություն որ չդարձնեն, ասում Ադրբեջանը պատերազմ է հայտարարելու։ Օրն էլ ժամն էլ ասում են, որ ասում մենք չընտրվենք, այդ իմաստով որ ասում պատերազմ անելու, սա իրենք են ուզում իրենց արդարացնեն, իրենց ինչ որ գործողության իրականացման, փրկության կամ էլ զարգացման։ Ինչ անկախության մասին ես խոսում, արա, առավոտի ցիրիկուն անկախություն ես ձեռք բերել, բայց ասում ես պատերազմ ա լինելու, անկախություն ձեռք բերողը սրիկա պատերազմ կլինի դրանից հետո, բայց ինչի իման վրա ես պատերազմ հայտարարում կամ ժողովրդի ասում, որ պատերազմ ա լինելու։ Պատերազմը եղել այդ պատերազմի դաշտում դուք ես խայտարակ պարտություն ես կրել որպես ղեկավար։ Հիմի հանրությունը ժողովրդի որ ասում իրենց մտածելակերպ ուզում եք ամեն ձևի շփոթեք, որ իրաց ազգային պատկանելության, կրոնական պատկանելությունից էլ խփան անեն, որ ասում հրաժարվեն։
չի լինելու, չի ստացվելու։ Հանրությունը այսօրվա պարագայում թե Արցախայությունն է, մենք ունենք անելիքներ վաղվա օրվա համար։ Դա մեր միասնական հայ ազգի հետ միասին հոզորանալ մեր երկիրը, Մայր Հայաստանը հոզորանալուց հետո մենք գնալու ենք Արցախին, Մայր Հայաստանի զավակի հետ վերադարձին, վերականգնելու հայկականը, ինչ կա բառացիորեն այսպես պիտի խոսենք, չպիտի խաբենք մեկը մյուսից կամ ինքների տեն մեզ խաբելով չի կարելի տենց։ Դավիթը շարունակում է փակված մնալ եւ ծանր վիճակում հիվանդանոցում խնդրեմ։ Այդ իրավիճակի հետ լավ հիշեցրեցիք, էլի անդրադառնալով, քո ուժը, ձեր ուժը, այդ տենց այդ երեխոց վրա է պատում։ Ուրիշ ոչ մի բան չեք կարող անեք։ Այդ երեխոցը, որ ասում սարքել եք մի հատ ձեր համար ոնց հաճույք եք ստանում, հա? Արա մոտակ դրա համար եք պատասխան տալու։ Բոլորիդ էլ երեխեք ունեք, ձեզ ամեն մեկիդ երեխեք ունեք։ Անդրանիկ Քոչարյան, այն տղուց, որ ասում եք, քո տղուց որ խոսում ես, մի երկու բերանել են տղու մախսի խոսա։ Ինչ արես նա որ քո համար, ձեր համար դարավ սպառնալիք կամ ձեր համար դուք ձեր դրսևորումով կրկնապատիկ խայտարակեցիք ձեզ։ Հիմա մեր ժողովրդին են անգամ եմ անդրադարձել։ Այն երեխան, այն իրավիճակում, ամեն մեկից երեխան կարա այդ իրավիճակում հայտնվի։ Մենք ինչ եք մեզանից դրսևորում, ո՞նց ենք դրսևորում, ո՞նց ենք պայքարում։ Ամեն մեկս մեր համար, գա մեկը մեր դուրուցեցի, այն ժամանակ դուրս գաք, մեր երեխուն բռնել, այն ժամանակ դուրս գաք, խոսենք։ Չի կարելի, աննորմալ մթնոլորտ եք ձևակերպում։ Իրար նկատմամբ որպես հայ ազգ չի կարելի տենց։ Ամեն մեկի համար հաշվեք զինվորը, հաշվեք որ ասма, այս ձևի եք բանը վերաբերվելու ամեն մի իրավիճակում։ Շարունակում է պտտել մարզերով, ուտում է ինչ պատահի, Նիկոլը մի հատ էլ ասում է բոմժ եմ դարձնելու միլիարդերներին, դե սպառնում է, ամեն չի թողում։ Բա երկիրը ուզում զարգացնի, մարդկանց սպառնում է բոմժ դարձնելու, էլ ինչ բոմժ դառնա, ժողովուրդն էլ մի քիչ ամնացել է սա, միանգամից այնա 150,000 հայությունը բանից Արցախից տեղահանված, իրենց մատուցած, իրենց էր որ ասում այդ սրիկա մոտեցումներով, որոշումներով եկել դարել են բոմժ։ Ուրիշ իրավիճակ ոնց կարանք անենք։ Այս բոմժի իրավիճակում, որ մեզ որպես հայ, որպես որ ասում էդ էլ չեն ընդունում։ Արցախայությունը ստեղ հայ լինելու համար էլ է պայքարում։ Պիտի ապացուցի, որ ազգագիր ստանա, որ իրան ընդունեն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Դուք պատկերացնում եք Արցախահայը տեղահանված Հայաստանի տարածքի մի մասից եկած ստեղ տեղում պիտի գնանք այդ տարբեր բաներում այդ մասնաճյուղերը թե ինչա, ապացուցենք, որ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, որ դրանից հետո այդ մարդկանց կամ էլ ինչ որ կարգավիճակա կամ ինչ որ հնարավորություններ փոխել, էտել են սուտ ասում, էտել են խափում։ Ահագի մարդիկ էլ գնացին ստիպված փոխեցին իրենց ազնագրերը, բայց էլի ոչ մի բան չփոխվեց, էլի նույն իրավիճակում էլ հայտնվեցին։ Տո չորանա, որ ասում այն ոտդ որ եկար իշխանության, չորանային լեզուդ որ ասեցիր Արցախը Ադրբեջանի մասա, չորանային ձեռդ որ ստորագրեցիր այդ թուղթը, այդ դու ես ստորագրել Արցախի որ ասում բանը լուծարումը, որովհետև սկզբնական շրջանում այդ պատերազմի ընթացքում թե այդ ժամանակահատվածում ով այդ բոլորը թղթերի տակ ստորագրությունները բանանում դնում ում հետ ես բանակցել, որ Արցախի ժողովրդի հետ դու իրաց բանը հարցրել ես, որ դու ստորագրությունները դրել ես, որ եկել արդեն ծայրահեղ իրավիճակում, արդեն բլոկադայի մեջ ժողովուրդը արդեն որ ասում սովից մեռնելով, ստեղից արդեն ասում եք, դե կռվեիք կամ պահեիք, բա նիգաձայներ որ կռվել պահելու է, խեք չիտները կողել այդ հարցի մեջ, խեք գնացել տարբեր տեղեր բանակցելով, խեք գնացել Ալիևի հետ ժողովրդի անունից խոսալով, եթե գիտեիր որ վերջում տենց ես ասելու։ Այդ դրա համար եմ ասում, ամեն ինչի պատասխան եք տալու։ Արցախայությունի, սաղ աշխարհի հայության առաջ պատասխան եք տալու։ Որովհետև այս իրավիճակում շարունակելով ամեն մի հայի է սպառնում իմի այսօրվա իրավիճակը արցախայության իրավիճակում հայտնվելու։ Ես վստահ բան եմ ասում, ամեն մի հայի այսօր սպառնում է արցախայության իրավիճակում հայտնվելը։ Որովհետև այդ ժողովուրդը սրա նման ղեկավարների որոշման հիման վրա է զոհ դարել։ Նույնն էլ Արցախայության մեջտեղ ղեկավարության մեջ գտնվող մի քանի սրիկաներ սրանց հետ համագործակցելով մեր ժողովրդին էլ տեղում են խաբել։ Դեղել են խաբել, ժողովուրդը այդ հավատքը, այդ հավատալը գնացել ամեն մի որոշման մի քայլերի։ Դրա համար այս կարգավիճակը, որ հիմի օրեցօր նախընտրական այս քարոզարշավները որ տեսնում եմ, սա ինչ քարոզարշավ, ինչ նախընտրական, ինչ սա իրենց փրկության, իրենց, որ ասում եմ, իրենց բան ճակատագրի, դաժան ճակատագրի բան կարգավիճակում տեսնում են, որ եթե չվերընտրվեն, իրենց ինչա սպասում, որովհետև այսօր իրենք ինչ անում են, չանում են,
ի պաշտոնե են անում, ուրիշ հնարավորություն իրենք չունեն։ Ուրիշ հնարավորություն իրենք չունեն, մենակ ի պաշտոնե են իրենք ամեն քայլ աման բան դրա այդ շրջանակում են բանանում, կատարում։ Հիմա մեր ընտրությունը, հանրություն, ժողովուրդ, ում եք ընտրելու, ում եք ուզում ընտրեք, բայց սրան նմանների մեզ ո՞նց կարանք ընտրենք, ժողովուրդ ջան։ Ինչի համար, որպես ինչ ընտրենք, ասեք, նորից տարենք խայտառակեն, նորից տարեն մեզ զոհաբերեն, նորից տարեն խոստումներից ո՞րն են իրենք այդ խոստումները իրականացրել։ Բացի այդ խոստումներից, այսօրվա իրավիճակում հարաբերություններ ձեռք բերելու համար ավելացնում է տարբեր երկրների նկատմամբ թշնամանքը։ Այսօր վերցնենք մի հատ Ռուսաստանի հետ կապված այդ մթնոլորտը, որ ձևակերպել է։ Գնացել է դե խոսում է, գնացել է դե ինչ-որ բաներից է խոսում, որ էլի իրանից չի կախված։ Ինքը դրսի խոսույթն է, տարբեր երկրների ղեկավարների խոստումների խոսույթն է բերում, գնում նստում, դու քեզանից որպես ղեկավար տիրապետելով քո երկրում ինչ է կատարում, թե տնտեսության զարգացման հետ կապված է, թե ժողովրդի կարգավիճակի հետ կապված է, դու չես կարող մի հատ հասկանաս, որ քո միտքը որ ձևակերպում ես, կամ բառը օգտագործում ես, իմանալով որ վաղ էլ ժողովուրդ են հայտնվելու ցաներ իրավիճակում։ Հա գրացեք, ստեղծեք, արեք մի հատ մթնոլորտ ձևակերպեք, Եվրոպա, Ամերիկա բերստեղ թող միլիարդերանի ժողովուրդը հարուստ ապրի, այն ժամանակ այդ լեզուտ օգտագործի կամ էլ բան արա։ Բայց մի հատ բան չանելով տարբեր խոստումների հիման վրա գնում ես մի ուրիշ երկրի հետ, որտեղ տնտեսության իրոք տնտեսության հետ կապված եկա լուրջ որ ասման ներդրումներ ունի։ Ժողովրդի մի մասը հայ ազգի մեծամասնությունը իր առևտուրն է, թե ինչ է այդ որ այդ աշխատելն է, այդ բաներն է, այդ ապրելի հետ որ ասում, սա այդ երկրի հետ է ուրիշ բան կա, ես եմ դրա մասին մտածում, կամ ես եմ դրա մասին խոսում, այն էկոնոմիկայի նախարար ունես, այն մի հատ էլ հոգնած կանդել, չի տեղյակ էլ չէ էկոնոմիկան ուր նա ուր, գնում է ոչխար մամայից է խոսում, ոչխար մամա, այդպես բան են խոսում, ոչխար մամա կյանքում ով կա լսած, ոչխար մաման 5 հատ ձակ է բերել։ Հա, բա մեր բատել ոչխար այն որ մեր գործընկերներից ով էր ասում, լավա չասեց ոչխար տատիկը, ոչխար էս մեկը, դուք էկոնոմիկայի նախարարը տեսեք ինչի մասին է խոսում կամ ինչով է բանանում։ Դուք պատկերացնում եք ժողովուրդ ինչ իրավիճակում եք մեկ։ Ամփոփեք, հա։ Հիմա այսքանը ինչի համար եմ ասում, այսքանը ասելով, խոսելով մեկ գալու ենք էլի ընտրությունների, որովհետև ընտրություններն է մեր առաջ։ Այդ ընտրությունները ժողովուրդ մեր ընտրությունն է։ Հենց մենք ենք ընտրելու մեր ապագան։ Հիմի ոնց որ ուզում եք դուք ձեր որոշումը կայացրեք, վաղվա օրը չգնաք մանգակ մեղավոր ովա կամ էլ նորից որ ինչ որ իրավիճակում հայտեք, ասեք, բա խափեցին, բա ես մեկը մուսա։ Ճակատագրական ժամանակները, ամեն մեկը գիտակցաբար որոշումները կայացրեք, գնալու է թե ընտրությունները, թե ինչա, առաջի հարցը ներկայ իշխանությունից ազատվելն է։ Ուրիշ ոչ մի բան